Մի աթեիստ, ընկնելով ժայռից, կառչելով ճյուղից, որոշ ժամանակ մնում է այդպես անդունդի վրա կախված։ Հանկարծ նրա գլխով մի միտք է անցնում. «Տեր Աստված», ճչաց նա, լռություն, ոչ մի պատասխան։ «Տեր Աստված», նորից գոռաց նա, եթե դու կաս երկնքում, փրկիր ինձ, խոստանում եմ, որ ես կհավատամ քեզ, կփորձեմ այսուհետ առաքինի ապրել և ուրիշներին էլ դարձի կբերեմ։ Նորից լռություն, երբ նա զգաց, որ ճյուղը ուր որ է կպոկվի, վերևից մի ահարկու ձայն լսվեց։ Բոլորն էլ այդպես են ասում, երբ ընկնում են նեղության մեջ։ «Ոչ, Տեր», սկսեց խոսել խեղճ աթեիստը, ես բոլորի նման չեմ, ես արդեն սկսեցի հավատալ քեզ, մի՞թե չես տեսնում, որ ես նույնիսկ լսում եմ քո ձայնը, միայն թե փրկիր ինձ, և ես կփորձեմ քեզ ծառայել, մինչև օրերիս վախճանը։ Շատ լավ, ասաց ձայնը, ես կփրկեմ քեզ։ Իսկ հիմա բաց թող ճյուղը։ Բաց թողնեմ, ճչաց վախից սարսափած մարդը, մտածում ես, թե ես լիովին խելքս թռցրել եմ։ Աթեիստներն ասում են, թե եթե իրենց հայտնվի Աստված, ապա նրանք կհավատան։ Ոչ, հավատքը սրտի փոփոխությամբ է լինում և ոչ թե տեսանելի հրաշքով։ Քրիստոս ինքն էլ գործեց բազում սքանչելիքներ, որոնք հայտնապես տեսնում էին բոլորը, բայց հենց այդ նույն մարդիկ խելագարված ամբոխային կրքով աղաղակեցին. «Խաչը հանիր դրան»։ Մարկոս 15:13-14